Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 72-րդ տարեդարձին հայկական անմահ գունդը անցնում է Մոսկվայի գլխավոր փողոցներով։ Դաշնության տարբեր քաղաքներից եւ շրջաններից մայրաքաղաքում հավաքված հայկական գումարտակը ներկայացնող երիտասարդներն իրենց պապերի նկարներով միանում են անմահ գունդ ակցիային եւ պարում ավանդական քոչարին։ Միաժամանակ մենք նշում ենք մեր մեծ հաղթանակի տոնը, նշում ենք Շուշիի ազատագրման տոնը եւ իհարկե Արցախի ազատագրական բանակի ստեղծման։ Պատերազմի դաշտ մեկնած ավելի քան 600,000 հայերից միայն կեսը վերադարձավ։ Նրանց ժառանգներն այսօր հարգում են վետերանների հիշատակը եւ հպարտանում, ծածանելով Հայաստանի եւ Արցախի դրոշները։ Պապիկն է, որը գնացել է պատերազմ 27 տարեկանում, ունենալով 2 երեխա, թողնելով իր ընտանիքը, մեր պարկն ենք համարում պարզապես հարգել հիշատակ։ Պետ բրաչև Իմ ազգականներից 5 եղբայր գնացել է պատերազմ եւ անհետ կորել։ Մենք թեպետ նկարները նրանց այդպես էլ չգտանք, բայց եկել ենք նրանց հիշատակը հարգելու եւ ասելու՝ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Ինչպես 1945-ին Ռայխստագի պատերի տակ, այնպես էլ այսօր պարում էին հայերը ավանդական հաղթական մեր քոչարին։ Մերի Եգորյան, Արտակ Թևոնդյան, Օրակարգ, Մոսկվա։